Բարեձեզ սիրելի հետևողներ։ Ինչպես հիշում եք, նախորդ ռիլերում ես ներկայացրել էի այն նորամուծությունը, որը այսօր հետ գործելու է Հայաստանի Հանրապետությունում, այն է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։ Նշել էի, որ աստիճանական ներմուծման քաղաքականություն է ընտրված, այսինքն այս տարի, հաջորդ տարի եւ 2026 թվականին ըստ էության համակարգը աստիճանաբար ամբողջությամբ սկսի գործարկվել։ 2024 թվականի մինչև մայիսի 1-ը կան 4 կատեգորիաներ, որոնք պետք է ներկայացնեն հայտարարագիրը եւ ես դրա մասին արդեն խոսել էի։ Ինչպես հիշում եք, ուշադրությունը ձեր հրավիրել էի այն հանգամանքի վրա, որ 20 միլիոնից ավել փոխհատուցում ունեցողները պետք է ներկայացնեն հայտարարագիր եւ ինչպես ընդունված է Հայաստանի իրավական համակարգում, փոխհատուցումների տակ սովորաբար հասկացվում է նաեւ վարկը, իպոթեքը։ Բայց հատկային մարմինը հավանաբար առաջնորդվելով մարդկանց անպատրաստ լինելու եւ նաեւ չափից ավելի մեծ թիվ կազմելու այդպիսի կատեգորիայի տակ ընկնողների քանակը որոշեց հետաձգել եւ հիպոթեկ ունեցողները այս պահին չեն ներկայացնելու այդ հայտարարագիրը, բայց ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել մյուս կատեգորիայի վրա, այն է փողերի լվացման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով իրական շահառու հանդիսացող անձինք։ Այդպիսի անձինք հանդիսանում են իրավաբանական անձանց ուրեմն իրավաբանական անձանց մասնակցությունը 20%-ից ավել գերազանցող անձինք, այսինքն որևէ իրավաբանական անձում, եթե դուք ունեք մասնակցություն 20%-ից ավել, ապա այդ հայտարարագիրը պետք է ներկայացվի։ Այս մասով չեմ կարող ուղղակի չմատնանշել, որ կարող է եւ խնդիրներ առաջանան, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում շուրջ 110,000 իրացված իրավաբանական անձ կա, որից շուրջ 95,000-ը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ են, ընդ որում որևէ նշանակություն չունի կասեցված է իրավաբանական անձի գործունեությունը, թե ոչ նրանք այդ հայտարարագիրը պետք է ներկայացնեն։ Ինչու եմ այդ հրապարակումն այսօր անում, որովհետև օրեր առաջ հարկային մարմինը վերջապես հասանելի դարձրեց այն էլեկտրոնային հարթակը, որտեղ պետք է լրացվի եկամուտների հայտարարագիրը, այն կտեղադրեմ մեկնաբանություններում։ Ինչ պետք է արվի առաջին հերթին։ Առաջին հերթին անձը պետք է ներկայանա հարկային մարմնի սպասարկման որևէ գրասենյակ եւ իր համար հանի ՀՎՀ հարկ վճարողի հաշվառման ուրեմն համար։ Դրա համար անհրաժեշտ է կամ անձը հաստատող փաստաթուղթ կամ ամենակարևորը հանրային ծառայությունների համարանիշ, որից հետո արդեն գալիս է խնդրահարույց հատվածը իմ խորին համոզմամբ, որովհետև հարկային մարմինը հավանաբար հուսով եմ, որ պատրաստ է կամ հաշվառել է այն ռիսկերը, որոնք կարող են այստեղ առաջանալ։ Անձը պետք է իր ID-ով ուրեմն թվայնացված ID ունենա եւ էլեկտրոնային ստորագրություն, այսինքն պետք է մոտենա մոբայլ օպերատորին եւ իր ID-ին թվայնացվի եւ էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերի, որպեսզի կարողանա մուտք գործել համակարգ ու որպեսզի կարողանա լրացնել այդ հայտարարագիրը։ Եթե ID-ն այնպիսի մոդելի է, որ ունի չիպ, ապա պետք է հիշել անպայման այն հայտնի PUK, հա, այսպես ժողովրդի մեջ ընդունված PUK 2 կոդը, որ ID-ն տեղադրվի սարքի մեջ եւ դրանից հետո անձը կարողանա մուտք գործել էլեկտրոնային համակարգ։ Պրոբլեմ է առաջանալու այն դեպքում, երբ անձը ուղղակի չունի ID card, որովհետեւ հաշվի առնելով թե ինչպիսի հերթեր կան անձնագրային դաշնամուրներում եւ ընդհանրեն օրեր առաջ է հարթակը ուրեմն հասանելի դարձել եւ ընդհանրեն 1 ամիս է մնացել վերջնաժամկետին եւ հաշվի առնելով քանակը մարդկանց, որոնք պետք է ներկայացնեն, կարող են առաջանալ իսկապես կազմակերպչական եւ ոչ միայն խնդիրներ։ Ինչ վերաբերում է հայտարարագրի առանձնահատկություններին, ապա ես կտեղադրեմ համապատասխան հրամանը։ Հրամանի մեջ բաժիններով առանձնացված են հատվածները, որպիսի եկամուտներ անձը պետք է ներկայացնի։